Պարոն Սարգսյան, զինծառայությունը հունվարի 1-ից արդեն դառնում է 1.5 տարի։ Սա ինչ փոփոխություն է ենթադրում եւ որոնք են դրական բացասական կողմերը։ Որպեսզի մենք գնահատենք փոփոխությունը դրական է լինելու թե բացասական, մենք պետք է տիրապետենք ահռելի ինֆորմացիայի եւ այդ ինֆորմացիան ըստ էության պետական գաղտնիք է եւ մեզ համար դա գնահատել այսօր ճիշտ չէ, պրոֆեսիոնալ չէ, մասնագիտական չէ։ Եթե այս փոփոխությունը բացասաբար չի անդրադառնալու մեր բանակի մարտունակության վրա, ապա դա բնականաբար դրական է։ Բայց եթե մենք ցանկանում ենք մեր ծնողներին ուրախացնել այս դրական փոփոխություններով, բայց վտանգի ենք ենթարկում զինված ուժերի մարտունակություն, ինքը բացասական երևույթ է։ Հիմա մենք սա չենք կարող գնահատել, որովհետև գնահատականը կարող են տալ մասնագետները, ովքեր տիրապետում են կարևորագույն տեղեկատվության, որը պետական գաղտնիք է մեծ քաղաքացիներից, մասնագետներին, նույնիսկ փաստաբաններին հասու չէ։ Պարոն Սարգսյան, ընդդիմությունը պնդում է, այսինքն մենք էլ զուտ հաշվարկներով, բանակը 25% կրճատվում է։ Դուք ունեք նաև, այսինքն բազմաթիվ փորձ զինծառայողների, ծառայությունից խուսափածների հետ աշխատելու, հաշվի առնելով նաև այս իրավիճակը ինչ որ կա արդեն, մենք իրավական ինչ կարգավորումներ կարող ենք ունենալ, որ գոնե խուսափելու դեպքերը բացառենք։ Նայեք, զինված ուժերի համալրման հետ կապված պետությունը խնդիրներ ունի եւ դա բացահայտ է, նույնիսկ կարող ենք վստահ ասել, դրանով էլ պայմանավորված է, որ աստիճանաբար կրճատվում են հիվանդությունները, որոնցով նախկինում պիտանի չեն եղել զինծառայության ենթակա քաղաքացիները, այսինքն հիվանդությունները, որոնցով նախկինում իրենք ազատվել են, տարկետում են ստացել, այսօր կառավարության որոշմամբ փոփոխությունների են ենթարկվում եւ ենթակայինում զորակոչի ու սահմանափակումով պիտանի են ճանաչվում։ Այսինքն պետությունը ստիպված վատառողջ տղաներին զորակոչում է բանակ, այսինքն ակնհայտ է, որ մենք համալրման խնդիրներ ունենք։ Դրանով պայմանավորված մենք իհարկե անհանգստություններ ունենք, բայց դեպքում արտոնակությունը բանակի կտուժի։ Նայեք, ես գտնում եմ, որ առողջական խնդիրներով զորակոչվող տղան բանակին խնդիր է տալու եւ ցանկալի է զորակոչել գոնե առողջ, չեմ ասում իդեալական առողջ, բայց գոնե ընդգծված խնդիրներ ունեցող տղաներին չպետք է զորակոչել։ Նախորդ զորակոչին, այս զորակոչին մենք ականատես ենք լինում, որ նույնիսկ ընդգծված առողջական խնդիրներով տղաներին զորակոչում են։ Սա կարծում եմ ավելի շատ վնաս է, քան օգուտ, ավելի լավ է անձնակազմը քիչ լինի, բայց որակով լինեն, մարտունակ լինեն, որովհետև գոսպիտալներն են ծանրաբեռնված, մենք դեպքեր ունենք, որ գալիս են մեր մոտ, ասում են, որ թոքախտի նշաններով հիվանդություն ու շատ բարձր նույնիսկ այդ պահին ջերմում է, բայց գոսպիտալներում տեղ չունեն։ Այսինքն այդ վատառողջներին զորակոչելը ինքը խնդիր է ծառայության ժամանակ։ Նաև ես տեսեք, դրական թե բացասական է, սա գնահատել այս պահին չեմ կարող, բայց կուզեմ ասել, որ սա նորություն չի։ Ուշ թե շուտ մենք պետք է գնայինք ծառայության ժամկետի կրճատման եւ դա մի քանի տարվա ծրագիր չի։ Մենք վաղուց գաղափարը պետությունը որդեգրել է, որ ինքը գնում է դեպի պրոֆեսիոնալ բանակ ունենալու եւ դա նաեւ եղել է նախորդ իշխանությունների ժամանակ։ Ինչ են ասել։ Ասել են, որ մենք ցանկանում ենք, տեսնում ենք պրոֆեսիոնալ բանակ ունենալու գաղափարը լավ կողմերը, բայց հնարավորություն չկա։ Հնարավորություն չկա ֆինանսական եւ նաեւ հնարավորություն չկա, որովհետեւ հարևան պետության հետ ակտիվ ռազմական գործողությունները վտանգը կա եւ անընդհատ այդ շնամական լարված հարաբերությունների մեջ ենք եւ չենք կարող գնալ ռիսկի պրոֆեսիոնալ բանակի անցման, որտեվ եւ թվականակի կրճատում կունենանք եւ նաեւ բյուջեն հնարավորություն չի տալիս այդքան պայմանագրային զինծառայող ներգրավել, բայց ամեն դեպքում ցանկություն միշտ էլ եղել է նաեւ նախորդ իշխանությունների ժամանակ։ Եվ հիմա աստիճանաբար պետությունը ամեն տարի
մեծացնում է պայմանագրային զինծառայողների քանակը։ Եթե ամեն տարի պայմանագրային զինծառայողների քանակը մեծացնում ես, դա նշանակում է, որ դու գնում ես դեպի պրոֆեսիոնալ բանակ։ Եվ արդյունքում զարմանալի չի, որ մի օր կարող է 24 ամիսը դառնալ 18 ամիս, եւ եթե մեր պետության բյուջեն հնարավորություն տա ավելի մեծացնելու պայմանագրային զինծառայողների թիվը, ես չեմ զարմանա, որ 2-3 տարի հետո պատատի զինծառայության տարին դառնա 1 տարին, հետո 6 ամիս, հետո 3 ամիսը։ Եվ եթե կյանքը ցույց տա, որ հնարավոր է խաղաղություն ունենալ եւ խաղաղության պայմաններում բնականաբար ռազմական բյուջեն տրամաբանական է, որ պակասելու է։ Պարոն Սարգսյան, վատառողջ զինծառայողների մասին խոսեցինք, կան իրավական այնպիսի կարգավորումներ, որ պարզապես հնարավոր չլինի տարանջատել, այ լավ դու կգնաս, դու չես գնա, կամ այդ կոռուպցիոն մեխանիզմները, որ համակարգում ամեն դեպքում դեռ պահպանվում են։ Տեսեք, մենք զինծառայողի կարգավիճակի մասին օրենքով նախատեսված է, որ առողջական վիճակով պայմանավորված անձը կարող է տարկետում ստանալ, կարող է ազատվել ամբողջությամբ ծառայությունից, բայց նաև օրենքը նախատեսում է, որ այդ հիվանդությունների ցանկը պետք է սահմանի կառավարությունը։ Կառավարությունը սահմանել է եւ մենք ունենք հիվանդությունների ցանկ, հստակ նշված է, որ այս հիվանդությունով պիտանի չես, այս հիվանդությունով սահմանափակումով ես պիտանի, այս հիվանդությունով ենթակա ես բուժման, այսինքն կարճաժամկետ տարկետման ես ենթակա։ Դա սահմանված է, բայց նույն կառավարությունը ազատ է ցանկացած պահի իր որոշման մեջ փոփոխություն կատարել։ Դա օրենք չի, որ ներկայացնեն ազգային ժողով, քննարկեն, այսպես մեծ հասարակական հնչեղություն ստանա։ Իրենք շատ արագ այսօր էս հիվանդությունով պիտանի չի, անձը ազատվում է, հաջորդ զորակոչին գալիս է, մտածում է, որ նույն հիվանդություն ունեմ, նորից պետք է ազատվեմ, իրեն ասում են պիտանի ես։ Առաջին հայացքից զորակոչիկները միանգամից անարդարության զգացում են ունենում, ասում են ոնց մենք մեկ տարի առաջ նույն հիվանդությունով ազատվեցինք, հիմա պիտանի ենք, բայց հետո իրանց բացատրվում է, որ կառավարության որոշման մեջ փոփոխություն է տեղ ունեցել։ Այսինքն օրենքով դու հիմա պիտանի ես, թեկուզ առողջական խնդիր ունես։ Դա լավ է թե վատ է։ Գիտեք, ես կարծում եմ, որ նրանք, ովքեր ունեն գանգատներ եւ իրոք ակնհայտ գանգատներ ունեն, զորակոչելը ճիշտ չէ։ Ինչքան էլ մենք զինված ուժերի համալրման խնդիր ունենանք, վատառողջ հիվանդ տղաներին պետք չի զորակոչել, պայմանագրային ծառայողների թվաքանակն է պետք մեծացնել։ Ես այդ կարծիքին եմ։ Բյուջեի վրա, այսինքն բանակի պայմանագրայիններն ավելի շատ ներգրավելու մասով ազդեցություն կունենա նաև այն նախագիծը, որով անձը կարող է վճարել, ավելի քիչ ծառայել, կամ արդեն իսկ ծառայությունից խուսափածները վճարի դիմաց քրեական հետապնդումն է դադարում։ Այսօրվա գործող օրենսդրությամբ միայն 27 տարին լրացած անձը կարող է վճարում անել, դա նախատեսված է որպես խրախուսական նորմ իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնելու համար։ Պատկերացնենք, մինչև 27 տարեկան ինքը խուսափել է ծառայությունից, 27 տարեկանում ներկայանում է նախկին օրենսդրությամբ, եթե ինքը 27-ում ներկայանար եւ ասեր, որ պատրաստ եմ ծառայել 27-ից հետո, նախկին օրենսդրությունը թույլ չէր տալի։ Այսօրվա օրենսդրությունը թույլ է տալիս 27-ից հետո, որպեսզի իր ցանկությամբ քաղաքացին զորակոչվի, 2 տարի ծառայի եւ իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի, կամ վճարում կատարի 15 միլիոն։ Տարբերակներ ինքը ունի ընտրելու, կարող վճարի 2.5 միլիոն ծառայի 1 տարի, կարող է վճարել 5 միլիոն ծառայել 6 ամիս եւ կարող է 8 միլիոն դրամ վճարել եւ ծառայել 1 ամիս։ Սակայն այս կարգավորումները չեն տարածվում բոլոր 27 տարին դրացածների վրա։ Այս կարգավորումները տարածվում են մինչև օրենքի ուժի մեջ մտնելը, այսինքն մինչև 24 թվականի փետրվարի 12-ը 27 տարին դրացած անձանց վրա։ Իսկ դրանից հետո 27 տարին դրացած անձինք չեն կարող ոչ 27 տարեկանից հետո ծառայել եւ ոչ էլ վճարում անել։ Սակայն Ինչ պետք է անեն։ Ահա, շատ լավ եք ասում, ինչ պետք է անել, լուծումներ կա։ Օրինակ մենք օգնում ենք այն տղաներին, ովքեր ունեցել են առողջական խնդիրներ եւ հիմա էլ ունեն,
եւ որոնցով իրենք պիտանի չեն եղել ծառայության համար։ Իրենք չեն եկել, չեն ներկայացել, հետեւաբար հետազոտության չեն ենթարկվել, պետությունը իրենց նկատմամբ հետապնդում է իրականացում, բայց որ թե գային, հետազոտվեին, ճանաչվելու են ոչ պիտանի։ Այդ կատեգորիայի տղաներին կարող ենք օգնենք, որովհետեւ իրենց արարքներում հանցանք չկա։ Նույնիսկ նրանք, ովքեր ընկնում են այդ 15 միլիոն վճարման տակ, իրենք գալիս են, հայտնում են իրենց առողջական գանգատների մասին, նշանակվում է դատաբժշկական փորձաքննություն, հաստատվում է, որ անձը պիտանի չի եղել ծառայության համար, այսինքն չի եկել գործ է քարոզել, բայց որ գար միևնույնն չեք տանելու ծառայության, հետեւաբար անձը հանցանք չի արել եւ այդ քրեական գործերը կարճվում են, նույնիսկ նրանք, ովքեր վճարման տակ են ընկնում, իրենք այդ վճարումը կարող են չանել։ Իսկ ովքեր որ առողջ են եւ այդ վճարման տակ չեն ընկնում, իրենց գործերը մտնում է դատարան։ Դատարաններում պրակտիկան հիմա այնպես է, որ պայմանական դատվածություն է լինում, դատարան իրանց ազատազրկման չի ուղարկում։ Որպես կանոն իմ գործերով այդպես է եղել։ Կարող է լինի ինչ-որ մի դեպք, որ ես դրա մասին տեղյակ չեմ, բայց դատարանները ներում են, այսինքն պատիժը տալիս են, բայց ասում են դու, քանի որ նախկինում հանցանքներ չես արել, դրական ես բնութագրվում, արատավորված չես, կամավոր ինքնակամ ես եկել, կարիք չկա, որ գնաս ազատազրկման վայր, որպեսզի դառնաս նորմալ մարդ, առանց դրա դու կարող ես, եթե զղջում ես, ափսոսում ես, կարող ես նորմալ հասարակությունում ինտեգրվել եւ գործել։ Հիմա նախագիծ կա, որը հնարավոր է ամենայն հավանականությամբ հունվար ամսին ազգային ժողովը կքննարկի, ընդունվելու դեպքում փետրվարին կարծում եմ ուժի մեջ կմտնի, որտեղ ընդունվելուց հետո մինչև նախագահ ստորագրի, հրապարակվի, հրապարակման կարծում եմ 10-րդ օրը ուժի մեջ կմտնի։ Այդ նախագծով արդեն բոլոր 27 տարի լրացածները այդ սահմանը հանվում է։ Կապ չունի 27-ը թողացել օրենքի ուժի մեջ մտնելուց առաջ թե հետո, ցանկացած 27 տարին լրացած անձ ինքը արդեն կարողանալու է ընտրել վճարում կատարել թե ծառայել։ Իսկ նրանք, ովքեր նոր են 18 դառնում, իրենք ընտրելու հնարավորություն չունեն 18-ից մինչև 27 տարեկան, իրենց համար նախատեսված է պիտանի լինելու դեպքում պարտադիր զինվորական ծառայություն։ Չկա այլընտրանքային տարբերակ վճարում անելու տեսքով։ Նախագիծ նման շրջանառվում էր ամեն դեպքում հասարակության մեջ այդ դրամաբերվածությունները կա, բայց օրենքը չի կիրառվում։ Չընդունվեց։ Տեսեք, կար օրենսդրական նախաձեռնություն ազգային ժողովի պատգամավորի կողմից, որը քննարկվեց նաև պաշտպանության նախարարությունում, պաշտպանության նախարարությունից եղան առաջարկներ, դրա հիման վրա խմբագրվեց, կառավարությունը տվեց դրական եզրակացություն։ Նախագծով նախատեսվում էր, որ արդեն 18 տարեկանից կարող է վճարում անել 24 միլիոն էր նախատեսված եւ ծառայել 1 ամիս, այսինքն 2 տարվա փոխարեն ծառայում ես 1 ամիս, բայց վճարում ես 24 միլիոն դրամ։ Նախագիծը չնայած կառավարության կողմից դրական եզրակացություն է ստացել, եկել էր ազգային ժողով, բայց ազգային ժողովում օրակարգ չընդգրկվեց։ Օրակարգ չընդգրկվեց եւ այդպես էլ այս պահին հայտնի չէ այդ նախագիծը ակտուալ է թե չէ։ Այդ վճարները, որոնք 27 տարին լրացած անձին արդեն իսկ կատարում են, դա հնարավորություն տալիս է օրինակ բանակը ներգրավել պայմանագրայիններով։ Ի վերջո երբևէ ծառայություն չանցած անձը ավելի ոչ պիտանի է բանակին, քան պայմանագրային զինծառայող, ով անցել է արդեն որոշակի փուլ եւ այլն։ Որպես դրական առումով նախագիծը ընդունելի է։ Տեսեք, տեսականորեն ընդունելի է, որովհետև վատ չէ, եթե դու հնարավորություն ես տալի, կուզեն կօգտվեն, կուզեն չեն օգտվի, այսինքն մինչև այդ 15 միլիոն վճարել, ընդհանրապես ինքը չուներ այդ վճարելու հնարավորություն, հիմա կա։ Եվ ինչի՞ չէ, նաև այդ 15 միլիոնով կարելի է ներգրավել պայմանագրային ծառայ, տեսականորեն հա, բայց կյանքը ցույց տվեց, որ 10,000-ից ավել հետախուզվող անձանցից ընդամենը 60-70 հոգի մարդ եկավ մեկ տարվա ընթացքում, դե ուր 10,000 անձը, ուր 60-70 թեկուզ 100 հոգին, 10,000 հետախուզվող մարդու դեպքում, եթե 100 հոգի է օգտվում, 100 չեն օգտվել, եթե նույնիսկ 100 է օգտվում, նշանակում է արդյունավետ չէր, ես այդպես եմ կարծում։ Ես օրինակի Մյուս կողմից ովքեր որ ֆինանսապես ավելի ապահովված են, հնարավոր է ընտրեն, այսինքն 18-ից մինչև 27 այդ խուսափելու տարբերակը։ Տեսեք, շատ ճիշտ եք ասում,
եւ նաեւ ազգային ժողովում էլ падգամավոր կարգավորում էր ներկայացնում էր նախագծերը շատ ճիշտ է ասում, սա կոռուպցիայի դեմ պայքարի ձև է, նաեւ ինչի՞ չէ, մարդկանց ճանապարհ տալ, որտեղ շատ դեպքերում ամեն ինչի դիմում են խուսափելու համար, օրինական ճանապարհ ցույց տալ 18 տարեկանից սկսված վճարումն անել եւ ազատվել, սակայն այս պահին դա օրենք չդարձավ։ Եթե դառնար գործեր, մենք պետքա ունենայինք ժամանակ, մի 2-3 տարի, հետո հասկանայինք դա դրական էր թե չէ։ Նախագիծի չէ, տեսեք, ես 18-ից մինչև 27 տարեկան կխուսափեմ բանակից, 27-ում կվերադառնամ, կասեմ, ես խուսափել եմ եւ ահա վճարը։ Այդ մեխանիզմը, այսինքն կոռուպցիայի ինչ որ տարբերակ կամ հենց բանակի մարտունակության խնդիրը առաջացնելու տեսանկյունից հնարավոր է թե ոչ, չգիտեմ։ Ավելի փոքր տարիքում կմեկնեմ այլ երկիր, կվերադառնամ 27-ում, արդեն ֆինանսական կայուն վիճակում կվճարեմ գումարը։ Տեսեք, ես ձեզ ասեմ մի բան, ես քանի որ դրսի հայերի հետ շատ եմ աշխատում, իրանք մեկնում են այլ երկիր տարբեր պատճառներով։ Միգուցե նաև զինծառայությունից խուսափելու համար, բայց պատճառները իրականում շատ տարբեր են։ Այնտեղ իրենք չեն կարողանում ունենալ հայկական բավեր անձնագիր։ 18 տարեկանից հետո այլևս իրենց պետությունը անձնագիր չի տալիս եւ ասում է դու խնդիրներ ունես, արի քո խնդիրները կարգավորի բանակի հետ կապված, հասկանանք նոր անձնագիր ստանում ես թե չես ստանում։ Այսինքն տղաները պետք է պատրաստ լինեն 18-ից մինչև 27 տարեկան ապրել այլ երկրում առանց փաստաթղթերի։ Սա կարծում եմ ամենամեծ պատիժն է։ Ամենամեծ պատիժն է, որտեղ իրենք ոչ կարողանում են սովորել, աշխատանք եթե անում են չգրանցված, ավելի շատ սևագործ աշխատանք են անում։ Խոցել են այն երկրներում, որտեղ իրենք ապրում են, եւ մինչև 27 տարեկան փաստորեն ոչ կրթություն, ոչ աշխատանք, կամ որ ամուսնանում են, սակայն ամուսնություն օրենքով սահմանված կարգով չեն գրանցում, երեխաները ծնվում է հայրություն ճանաչելը խնդիր կա, եւ ամենամեծ պատիժը հենց դա է, շատ մեծ պատիժ է։ Եվ հետո դրանից հետո գալ մի հատ էլ 15 միլիոն վճարել, սա շատ ծանր է։ Հիմա օրինակ ես այսպես եմ կարծում, եթե հնարավորություն տան, շատ ծնողներ ավելի շատ պատրաստ կլինեն տղայի 18-ը լրանալու պահին 15 միլիոն կամ 20 միլիոն տալ ազատել, քան գնալ 10 տարի անցնել շատ մեծ դժվարություններով եւ հետո նորից գալ ու այդ վճարումն անել։ Եթե պետք է այդ վճարումը արվի, եթե միևնույնն է խուսափելու են, եթե պետք է այդ վճարումը միևնույնն է արվի, շատ ավելի լավ կլինի, որ հենց 18 տարեկանում այդ վճարումն արվի։ Ես այդպես եմ մտածում։ Որովհետեւ այս դեպքում խաղի կանոնները ավելի պարզ կլինեն։ Հա, ինքը չի գնա անորոշության մեջ մի 10 տարի ապրի, հետո գա, չգիտի, իրան կդատապարտեն, գումար կվճարի, իշխան կվճարի, ավելի լավ հենց 18 տարեկանից վճարի։ Իհարկե սա էլ ունենալու է իր մյուս կողմը բացասական։ Ես նաև իմ ելույթներով եւ աղքատների բանակ այսպես էին։ Ավելի ցավոտ բան կլինի։ Եթե հարուստների աղքատների լիներ, էլի վատ է, բայց ավելի վատ բան կարա լինի, երբ որ աղքատները կամ միջին խավը կհայթայթի այդ գումարը, դա ավելի վտանգավոր բան է, որովհետև այդ դեպքում իրենք ընկնելու են երկարաժամկետ պարտքերի մեջ։ Պատկերացրեք այդ 20 միլիոն դրամը բնակարանի գրավադրմամբ միջին խավը վերցնի։ Կամ թեկուզ այդ 20 միլիոն ինքը բնակարան չունի, վարձով ապրում, կարա բնակարանի հարց լուծի, բայց ինքը իր երեխայի ծառայության հարցն է լուծում։ Այդ դեպքում մենք վտանգի տակ ենք դնում հենց միջին խավին, ասում ենք դու ունես բնակարան, կարող է կորցնես, կամ չունես բնակարան, կարա իր 10 տարում ձեռք բերեիր, բայց դու այդ հույսդ կտրի, որովհետև դու լրիվ ուրիշ ծախսի մեջ մտնես։ Այսինքն իմ համար ավելի վտանգավոր է, որ միջին խավը կարա անցում կատարի դեպի աղքատություն եւ աղքատ խավը կարա այդպես երկարաժամկետ մնա աղքատության մեջ, այս խնդրով պայմանավորված, այսինքն ծնողը ուզենա ամեն ինչ անի իր երեխու համար, ամեն ինչ գնով ազատի, ու արդյունքում այսպիսի խնդիր առաջանա։ Սա ավելի վտանգավոր է։ Քան որ հարուստները չգնան եւ միջին խավը կամ աղքատ խավը համակերպի, ասի հա դե ոչինչ թողի մեր երեխեն գնա։ Այդտեղ ավելի քիչ վտանգ կա, քան որ ինքը չհամակերպվի եւ այդ գումարը գտնի ու վճարի, դա ավելի վտանգավոր կլինի։
Իսկ սոցիալական խնդիրները բերում են հոգեբանական խնդիրների, լարվածության, ագրեսիայի, կոնֆլիկտների հասարակության մեջ, անհանդուրժողականության են բերում, ամբոստության են բերում, այդ սոցիալական խնդիրները Իշտե պարտունավտանգ կլինի։ Իսկ փոփոխությունների արդյունքում նաև մենք, այսինքն, չգիտեմ, գնում ենք անդադ բանակը բարելավելու, չէ, 30 տարի ամեն տարի ինչ որ փուլում ավելի բարելաված բանակ ունենալու, բայց տարեց տարի, հատկապես վերջին տարիներին էականորեն աճում է բանակում սպանությունների, ինքնասպանությունների հետ կապված քրեական գործերի թիվն է ավելանում, դեպքերը էականորեն տարբերվում են, էլի 2-3 դեպք մինչև 40 դեպքի։ Սա ինչի մասին է խոսում, որտեղ ենք թերանում։ Գիտեք, նույնիսկ մեր մոտ քաղաքական կառույցներում մարդիկ հակված են ֆիզիկական բախումների, բռնությունների, իրար խփելու, իրար վնասելու, իրար ծեծելու, իրար հայելու, նույնիսկ հրապարակային դա անում են։ Այսինքն մենք ազգային ժողովում տեսնում ենք, որ պատգամավորները իրար խփում են։ Եթե պատգամավորները, որոնք էլիտա են համարվում, ազգային ժողովում այդ տեսախցիկների լրագրողների առաջ կարան իրար խփեն, դուք պատկերացրեք ոստիկանության բաժիններում, որտեղ անձը որևէ ձևով պաշտպանված չէ, որևէ տեսախցիկ չկա, այսինքն իրավունքների խախտման արձանագրումներ, հնարավորություններ չունի։ Դեպքերի մասին բազմիցս ոստիկանություններում, քրեակատարողական հիմնարկներում, դե քիչ-քիչ գնանք էլի եւ բնականաբար զինված ուժերում։ Հիմա լուծումը ո՞րն է։ Ինձ թվում է ամենավերևից պետքա պետության ղեկավարից սկսած ազգային ժողովից պետք է այդ բռնությունները բացառեն։ Պետքա քաղաքակիրթ լինի ամեն ինչ, օրենքով սահմանված կարգով պետքա լինի։ Եվ զինված ուժերում էլ դրանք բացառելու համար պետքա խիստ հսկողություն լինի եւ այստեղ շատ եմ ես կարևորում ոչ միայն ռազմական ոստիկանության դերը, զինվորական դատախազության դերը, շատ եմ կարևորում հենց մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, որ այսօր ազգային Հայաստանում այլևս չասում, բայց չենք էլ հասկանում։ Նու չեմ էլ ճանաչում մարդու իրավունքների պաշտպանին, այսինքն ինքը այնքան հանրային չի, ինքը այնքան ակտիվ չի, որ իմ ասեկան ազգային ասա չեմ կարող ասել։ Բայց դա շատ կարևոր ինստիտուտ է։ Այսինքն մարդու իրավունքների պաշտպանը եւ նաեւ ազատազրկման վայրերում, որ դատապարտյալները դիմում են, պետքա մարդու իրավունքների պաշտպանը այցելի, զրուցի կամ նրա գրասենյակից ներկայացուցիչներ, նույնիսկ զորամասերում պետքա մենք ունենա մեծ անձնակազմ, որտեղ մեկ անձը չի կարող մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը պետք է ունենա մեծ անձնակազմ, շատ օպերատիվ պետք է ամեն ինչին արձագանքի։ Ես մի 3 տարի առաջ դիմում էի գրել, մի շաբաթ առաջ զանգել են գրասենյակից, ասում են այն դիմումը նոր ինձ մակագրվել է մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, ուզում ենք պատասխանենք ակտուալ է թե չէ։ 2-3 տարի առաջ գրված իմ դիմումի համար էլի։ Եվ նաև հասարակական կառույցներ պետք է լինեն։ Այդ հասարակական կառույցները եւս պետք է հասարակական հսկողություն իրականացնեն։ Եվ զինված ուժերում, եւ ոստիկանությունում, եւ ազատազրկման վայրերում։ Նաեւ մենք ունենք ծերերի խնամքի կենտրոններ, նաեւ մանկատներ, այնտեղ եւս հասարակական հսկողություն պետք է լինի, իրավասու մարմինները պետք է շուշուտ այցեր կատարեն, այդ թվում նաեւ մարդու իրավունքների պաշտպանը, որտեղ այնտեղ էլ կարող են մարդիկ ոտնձգությունների ենթարկվել։ Այսինքն ասածս ինչ է, եթե բանակում տես դեպքեր լինում են, դա զարմանալի չի։ Զարմանալի չի, բայց շատ ցավալի է։